չի դադարում է զիջողականությունների շղթան, ամեն գնով, ամեն քայլով Ադրբեջանին, Բաքվին, Իլհամ Ալիևին հաջողանալու այդ մոլուց դուք անպատասխանատու հայտարարություններ եք անում, որը վաղը դուրս է գալու է ժողովրդի կաշվից։ Այս վիճակը ոչ միտեղ տանող ճանապարհ է, հասկանում եք, սա ծուղակ է։ Կարող են ժպտալ, սրտիկներ ցույց տալ եւ այլն, բայց դրան զուգահեռ դպրոցական աշակերտին ոչինչ չանելու համար բանտարկել, սա խարան է, որ ընդմիշտ ու ցկյանս մնալու է իրենց ճակատին։ Ժողովուրդը սկսել է արթնանալ, ժողովուրդը սկսել է չվախենալ, ժողովուրդը սկսել է հավատալ եւ ժողովուրդը սպասում է այդ փոփոխություններին։ Ես բացառում եմ ներկա իշխանությունների վերընտրվելը։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր մեր հյուրն է արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մելիքյան, արդեն 8 տարի է մենք լսում ենք եւ ականատես ենք լինում ամենատարբեր, ամենախայտառակ, ամենաաննախադեպ երևույթների, հայտարարությունների եւ վերջին 2 տարին գրեթե դրան գրեթե ամենօրյա ռեժիմով են։ Վերջիներից օրինակ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Սա ասել է Ալեն Սիմոնյանը։ Որքան էլ այն լինի նախընտրական այս համատեքստում, որքան էլ լինի ուղված լսարանին կամ դրսին, չգիտեմ, ում է ուղված, բայց սա դառնում է զենք, չէ, Ադրբեջանի ձեռքին։ Միանշանակ նախ շնորհակալություն հայտնել ես առաջին անգամ ձեր տաղավարում։ Սիրով։ Ձեզ մաղթել անխափան եթեր, մեծ հաջողություններ մանավանդ այս լարված եւ ծանր ժամանակաշրջանում։ Գալով ձեր հարցին ոչ միայն զենք է տալիս քո հակառակորդին, թշնամուն, ոխերին, հարևանին, ինչպես կուզեք կարող եք ասել, այլ լայն բացում է այն հնարավորությունները, որոնք արտաքուստ միգուցե չեն երևում, բայց կուլիսային միանշանակ նստած են, այդ փաթեթը կա, որովհետև չի դադարում է զիջողականությունների շղթան, ամեն գնով, ամեն քայլով Ադրբեջանին, Բաքվին, Իլհամ Ալիևին հաջողանալու այդ մոլուցքը, ձգտումը, տենդենսը անընդհատ պահվում է օրակարգի մեջ օրվա վարչախմբի կողմից։ Այո, բացելու է ձեռքերը, սա լսեմացուցիչ մոտեցում է, անկախ նրանից դրանից հետո հայելային ինչ արտահայտություն է եղել, որ Հայաստանն էլ երաշխավորն է Ադրբեջանի անվտանգության շատ երազեիք նախ որ գայք այդ կետին, որովհետև այնքան են խառնել ամեն ինչ ու այնքան իրավիճակը մանիպուլացրել են, որ նույնիսկ հասարակ ժողովուրդը չի կարողանում ընկալել, թե ընդհանրապես ինչա կատարվում եւ ինչ են սրանք ուզում ասել։ Իրենք միջև հիմա չեն հասկացել, որ արտաբերած ցանկացած խոսք բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, այն էլ ազգային ժողովի նախագահի աթոռը զբաղեցնողի կողմից դա դիտարկվում է պաշտոնական դիրքորոշում երկրի։ Չնայած կա այդ կարծիքը եւ դա կյանքի իրավունք ունի իրականում, որ երկրի անունից հանդես են գալիս ղեկավարը, պետության եւ արտաքին գործերի նախարարը, բայց խորհրդարանական երկրներում առավել երկրորդ դեմքն է համարվում։ Երկրորդ դեմքն է ինքը համարում, եթե չասեմ առաջինի հետ հավասար է գնում, եւ այդ արտահայտությունները, երբ որ դուք անում եք, իրենք բնավ կարծես պատասխանատվություն չեն կրում դրա ազդեցության եւ դրանից բխող հետագա զարգացումների կամ հետևանքների մասով։ Սա առաջին անգամ չէ նման անպատասխանատու հայտարարություններ են արվում եւ այդ անպատասխանատու հայտարարությունները հավաքվում են մի կետում, հասկանում եք, հետո իրենք գալիս հասունանում են մի այլ կետի կամ բարձրանում են մի այլ մակարդակի, երբ որ ուղղակիորեն ձեր դիմաց դնում են այդ ամեն ինչը եւ փորձում են արդեն հասկանալ, պահանջել եւ ակնկալել, թե սա ինչ է նշանակում, դուք գալիս եք այստեղ մի բան եք ասում, ձեր պետության երկրորդ դեմքը այլ բան է ասում, երրորդը այլ բան է ասում, չորրորդը այլ բան է ասում։ Սա քաղաքականություն չի, հասկանում եք, սա վերին աշճանի ցածր մակարդակի նորից եմ կրկնում, սա շատ կարևոր բառ եմ օգտագործում արտաքին հարաբերություններում շատ ընկալված եւ շատ առանցքային նշանակություն ունեցող բառ պատասխանատվություն։ Դուք անպատասխանատու
հայտարարություններ եք անում, որը վաղը դուրս է գալու է ժողովրդի կաշվից եւ բոլորի կաշվից, անկախ նրանից ընդդիմադիր դաշտում ես, թե դիմադիր դաշտում ես, ասես, տուժողը վերջում լինելու է այս ժողովուրդը։ Այս ժողովուրդը պիտի ուղղակիորեն գիտակցի, որ այս այլևս չդադարող անպատասխանատու հայտարարությունների, քայլերի, ակնարկների նույնիսկ մասով որևէ հաջողության չես հասնելու, մանավանդ այսօրվա իրավիճակում, տարածաշրջանում, այս գերլարվածության իրավիճակում փոխանակ շատ ավելի հեռատես ու շատ ավելի հաշվենկատ փորձես լինել, շատ զգուշավոր լինես նաև քո արտաբերած խոսքերի, բառերի, տառերի, հնչյունների, շեշտադրումների, իրենք անում են լրիվ հակառակը։ Չեմ կարող մեկնաբանել, չեմ էլ ուզում այդ աբսուրդը մեկնաբանել պարզ պատճառով, որովհետև ինքս շատ լավ գիտեմ դրա հետևանքները ինչ են լինելու։ Հաստատ հայ ժողովուրդը եւ Հայաստանը դրանից չի շահելու։ Եվ այստեղ կապ չունի, հասկանում եք, տենց միանգամից այդ ռուսական գործոնը չփորձեն որևէ մեկը առաջ բերել։ Ինչու՞, որովհետև անընդհատ այդ վեկտորը տարվում է այդ ուղղությամբ, հա։ Ցանկացած պետության նկատմամբ նման մոտեցումը մանավանդ դաշնակցային իմաստով, ռազմավարական իմաստով, քո տնտեսական կախվածության իմաստով պետությանը հաստատ ունենալու է շատ բացասական, եթե չասեմ, որ իսկապես հղիա շատ անկախատեսելի հետևանքներով։ Ապրիլի 1-ի հանդիպումը դրա հենց վառապացույցներ, դրանից հետո կոշտ հայտարարությունները։ Միանշանակ, այսինքն իրենց թվում է լավ, հերթական անգամ սենց կասեն, կանցնի, բայց արի ուտես, նախ սկսենք նրանից, որ ապրիլ 1-յան հանդիպումը աննախադեպ էր իր ձևաչափով եւ բովանդակությամբ, որովհետեւ ինքը դուրս էր ընդհանրապես արարողակարգային մոտեցումներից, հա, արարողակարգը ենթադրում է շատ կարճ այսպես փոխադարձ ելույթներ եւ հետո արդեն մամուլը դուրս է հրավիրվում եւ բուն բովանդակությունը սկսում է քննարկվել արդեն բանակցությունների ժամանակ։ Այստեղ կարծես արվեց հակառակը եւ ունեցած տեղեկություններով նաեւ այդ հանդիպումը շատ ավելի երկար է տևել սպասվածից, որովհետեւ այն ինչ որ գոնե այսպես տեսանելի կամ լսելի հայտարարվեց, դրանից հետո եղել են շատ ավելի կոշտ շեշտադրումներ, որովհետեւ Ռուսաստանը ինքնին շատ համբերատար, գիտեք, կարող է տանի իրավիճակ, մեկ չխոսի, երկու չանդրադառնա, հետո փորձի այսպես շատ ավելի մեղմ երանգներով մոտեցումներ ցույց տալիս, դա մենք տեսել ենք անընդհատ եւ ինքը այսպես աճողական սկզբունքով բերվեց հասցվեց մի մակարդակի, երբ որ պետության ղեկավարը շատ հստակ նախանշեց, կամ ԵՄ կամ ԵԱՏՄ։ Էս է, էլի հասկանում եք, քո սխալ դիվանագիտության արդյունքում եւ վերին աստիճանի թույլ դիվանագիտության, նույնիսկ այդ թույլն էլ չեմ կարող ասել, որովհետեւ ես այստեղ ընդհանրապես դիվանագիտություն չեմ տեսնում, հակառակ նրան, որ դա իրենք փորձում են մատուցել որպես աննախադեպ, մոտեցում է դիվերսիֆիկացման ճանապարհին, Հայաստանը պիտի պարտադիր գնա, ոչ ոք չասեց, որ Հայաստանը դիվերսիֆիկացված մոտեցում պիտի չցուցաբերի։ Ասում եք, դեռ չենք հասել այդ մակարդակին, որ պետք է։ Բերեցիք, ձեզ դրեցիք այդ ծուղակի մեջ, երբ որ ձեր առջև դրվեց արդեն կամկամը։ Հիմա կամկամը այնպես չի, որ չի դրվել, բայց մեջտապես այդ կամկամի շուրջ եղել են շատ ավելի խորը, շատ ավելի համապարփակ բանակցություններ, մոտեցումներ, այսպես թեր ու դեմը տալառնելու եւ վերջնականում այդ կամկամը հնարավոր է եղել փոխել նաեւ եւի, հա, դիվերսիֆիկացումը ինքը այսպես սուր շեշտադրում չի ընդհանրում։ Սա ուղղակի քո բանակցային հմտություններից եւ դիվանագիտական հմուտ գործիքակազմ ունենալուց է կախված։ Եթե դու չունես դա, հասկանում ես, ինքդ բերելու ես քեզ մի օր գցես այդ ծուղակի դեմ։ Այո, այս ծուղակը չի պատրաստվել իրենց համար։ Իրենք գնացել են գիտակից ձևով այդ քայլին, որովհետև թերի են մտածում, որովհետև գրագիտության պակաս կա եւ նմանատիպ այլ շատ ու շատ, այսպես չեմ ուզում անդրադառնալ բնութագրիչներ, դիվանագիտությունը սիրում է պատասխանատվություն, դիվանագիտությունը սիրում է անկեղծություն, դիվանագիտությունը
սիրում է կանխատեսելիություն։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Երբ որ դու X պահից դառնում ես այլևս անկանխատեսելի, իսկ այսօրվա վարչակազմի վարքը, եթե միով բանիվ նկարագրեմ, դա անկախատեսելիությունն է։ Այսօր մի ուրիշ բան է ասում։ Այո, դու մի օր կարող ես հայտնվել Վաշինգտոնում, Վաշինգտոնին դիֆերաններ ձոնես, մի օր հայտնվես Մոսկվային փորձես դա անել, Իրանին, Չինաստանին, ասենց խառն են էլի իրանք։ Միջև հիմա չեն կողմնորոշվել ընդհանրապես Հայաստանը ինքը իրենով ինչ օրակարգ պիտի կարողանա։ Մի օր ԵՄ-ը գնում, մի օր այո, սկսված այսպես ասենք հարաբերական մեղմ տնտեսական իրավիճակից նեղ տարածաշրջանային իմաստով եւ գլոբալ իմաստով վերջացած այ հենց այս աշխարհակարգի փոփոխության շատ դաժան process է հիմա ընթանում։ Հայաստանն էլ գիտեք, այսպես կղզիացած երկիր չի օվկիանոսի մի անկյունում ծվարած, ինքը գտնվում է շատ լուրջ խաչմերուկում եւ ես առիթով դա ասել եմ, եւս մեկ անգամ կրկնեմ, որ այդ խաչմերուկը կամ քո աշխարհագրական դիրքը առաջին հայացքից այսպես բավականին բացասական երանգ ունեցող ինքը լայն դրական հնարավորություն է տալիս հենց այդ աշխարհագրական դիրքը ճիշտ օգտագործելու պարագայում դու հայտնվես շահեկան դիրքերում։ Թող որևէ մեկը չզարմանա դրանից, բայց նմանատիպ երկրներ աշխարհում կան, ովքեր գիտակցել են թե ինչ է նշանակում ունենալ ուժեղ աշխարհագրական դիրք, շրջապատված լինելով բավականին այսպես լուրջ թշնամիներով, բայց այնուամենայնիվ փորձել գալ մի իրավիճակը աշխատեցնել հօգուտ իրենց։ Այդ հնարավորությունը ունեցել է Հայաստանը, միշտ ունեցել է այդ հնարավորությունը։ Այս չի օգտվել։ Այդ հնարավորությունը եղել է նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի հաջորդող ամբողջ ժամանակաշրջան։ Ոչ թե չեն օգտագործել, այլ իրանք գիտակցված բերել են այս վիճակի։ Իսկ այս վիճակը ոչ միտեղ տանող ճանապարհ է, հասկանում եք, սա ծուղակ է։ Ծուղակ է, որը նախ հետադարձ ճանապարհ չունի, առաջ գնալու խնդիր չկա, դու ուղղակի դոփելու ես քո տեղում եւ անընդհատ ստանաս բացասական էֆեկտներ քո իսկ վարած անպատասխանատու քայլերի պատճառով։ Դիվանագիտության բացերից խոսեցիք, այս 8 տարվա ընթացքում, երբ իշխանության է եկել քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եղել է որևէ իրավիճակ, որևէ որոշում, որը դիվանագիտության շնորհիվ կայացվել է հօգուտ Հայաստանի։ Չէ, ես այդպիսի որոշում չեմ տեսել, որովհետև այնպես է ստացվել, որ բոլոր որոշումները կամ բխում են, կամ պատճառը հետևանքային կապ ունեն ուժի, սպառնալիքի եւ դրա տակ կայացված կամ դրան հարմարեցված քայլերի հետ, հասկանում եք, կա այդ հարմարեցման պահը, որը իդեպ ամենահեշտն է։ Ընտրված է այդ հեշտ ճանապարհը, փոխանակ այն դժվարին գնալու կամ դժվարագույնին գնալու, այո, ոչ ոք չասեց, որ դա հեշտ բան է։ Ոչ ոք չասեց, որ նոյեմբերի 9-ից հետո այդ սարսափելի աննախադեպ իրավիճակը, որ մենք ունեցել ենք, այդ իրավիճակից դուրս գալու հարցը հեշտ բան է։ Որևէ մեկը նման բան չի ասել։ Բայց եթե դու ընտրում ես մի ճանապարհ ի սկզբանե, որը քեզ տանելու է ուղղակի անվերջանալի զիջումների ուղղությամբ, ապա այստեղ դու անընդհատ պիտի տանուլ տաս։ Որովհետև նայեք ինչն է խնդիրը։ Առաջին հայացքից այն ինչ որ իշխանությունը փորձում է ներկայացնել իրենց ձեռնարկված քայլերի պատճառով օրինակի համար, ասենք այդ պսևդո խաղաղությունը, որ բերել են անընդհատ եւ անդադար հնչեցնում են եւ սլոգան է դարձել ինքը արդեն իրենց նախընտրական արշավ։ Առաջին հայացքից դե կարծես չեն կրակում, դե կարծես լարված իրավիճակ չկա։ Սահմանին զինվոր չի մահացել, սահմանին զինվոր չի մահացել, այսինքն այն մյուս մահերը դրանք անտեսվում են անընդհատ, ինչ իրավիճակ է։ Եթե դու բանակը տանում ես զորացման, եթե դու բանակը տանում ես վերափոխման, բնականաբար պիտի պակասեն նաև նմանատիպ դեպքերը, բայց դա անընդհատ շղթա է, որ մենք անընդհատ լսում ենք եւ արձանագրում ենք եւ իրականության մեջ նույնիսկ գետնի վրա չգիտեք ընդհանրապես ինչա կատարվում եւ ինչա եղել բանակի շարքերի մասին է խոսքը գնում։ Այդ խոստումներն է կզիջեք, դիմացի ինչ որ փշրանքներ կստանաք։ Կանեք այս քայլը, էլի ինչ որ փշրանք կստանաք։ Տեսեք, ասենք այդ անընդհատ բարձրաձայնվող, որ առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան է բերվում, ասենք, վառելիք, չգիտեմ,
7-րդ կարգի, 4-րդ կարգի ցորեն, հիմա էլ կարծես պատրաստում են ինչ-որ նոր ապրանքներ, բա մի անգամ կարելի է տեսնել Հայաստանից ինչա գնում այնտեղ։ Մամուլում սպրտեց, որ փայլատի թեղի հետ կապված ինչ-որ բանակցություններ են ընթանում։ Դիվանագիտությունը ինքնին շատ սիրում է փոխադարձություն։ Առաջ է գալիս հավասարների ժամանակ, հա, երբ որ դու հավասարը հավասարին ես խոսում քո դիմացինի հետ։ Եվ սա կապ չունի, այստեղ գործընկերային սկզբում կարող է աշխատի, դաշնակցային սկզբում կարող է աշխատի, ռազմավարական սկզբում կարող է աշխատի, իրական փոխադարձությունը ամեն քայլի դիմաց դու պիտի ստանաս քայլ։ Այս դրական մասին ենք խոսում։ Բայց մենք անընդհատ տեսնում ենք, որ նախ առաջին հերթին որևէ մեղմացում չկա Ալիևյան վարչակարգի եւ ընդհանրապես աֆիլիացված բոլոր լրատվամիջոցների մասով ռետորաբանության մեջ ընդհակառակը շատ ավելի նոր տերմինոլոգիաներ են սկսում սնել, բերել եւ ներկայացնել։ Այս իշխանությունները ինչքան փորձեն ասել, որ չկա այդպիսի բան, այդ 300,000 ադրբեջանցիների մոռացեք, արևմտյան Ադրբեջան հաստատ։ Իրենք ասում են, որ Զանգեզուր ասում են, դուք նկատի ունեցեք դա ներքին լսարանապողոց դրեք այդ ճանապարհի անունը, դրանից ադրբեջանական ռետորաբանությունը մոտեցումը չի փոխվում, որովհետև այստեղ ավելի շատ ադրբեջանական թելադրանքի ու ցանկության համար է բերված այս անհասկանալի նախագիծը կառուցված։ Բայց ունենք այն ինչ որ ունենք ցավալիորեն եւ հիմա երևի թե պիտի մտածել թե այս ամեն ինչից ինչ հնարավոր ճանապարհներ կամ ելքային հնարավորություններ կան, որպեսզի մենք կարողանանք իրավիճակը շատ ավելի բարելավել եւ շատ ավելի ընկալելի սարքել։ Բայց միևնույն է, Բաքուն անհողդող դա Բաքուն շարունակում այդ նույն հռետորաբանությունը, օրվա իրավիճակից կախված ինքը կարող է շեշտադրումը ավելի բարձրացնի կամ մի քիչ ավելի իջեցնի, այդ մի քիչ ավելի իջեցնի վրա էս մեծ խանդավառությամբ ընդվում, ուրախանում, որ շնոր արեց, բայց տեսեք օրինակ ինքը, ասենք այսօր չասեց Արևմտյան Ադրբեջան, տեսեք այսօր ինքը ասեց այլևս տարածաշրջանում խաղաղություն է եւ այլն։ Այսինքն ծիծաղելի է դարձել այս ամեն ինչը նամանատեմ մարդկանց համար, ովքեր գնահատել գիտեն, ովքեր վերլուծել գիտեն, ովքեր տրամաբանել գիտեն եւ տեսնում են այս ճանապարհի խորը փակուղային իմաստը, որից անընդհատ ու անդադար պիտի տուժի հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետություն։ Այդ լոլոները, որ կախել են, հա, այդ մեր օրոք ինքնիշխանություն, անկախությունը ուժեղացավ, Արցախը հենա հանձնեցինք Արցախը եւ գիտակցաբար ենք արել դա, որովհետեւ դրա դիմաց մենք ստացել ենք անկախություն, սուվերենություն, ինքնիշխանություն, այդ անընդհատ այսպես կերակրվող մանիպուլատիվ արտահայտությունները, որը կարծես թե արդեն սկսել է չաշխատել, իսկ այդ չաշխատելու արդյունքը անընդհատ ջղաձգում է առաջացնում են շրջանակների մոտ, որ հանձնարարված է հա կերակրել հասարակությանը, որ խաղաղություն այդ գիծն էլ հիմա քաշվեց, հա, ովքեր մեր հետ չեն, ուրեմն խաղաղության կողմնակից չեն, կամ պատերազմի հրձիքներն են, որոնք այսպես պատրաստ կանգնած են, հենց մենք իշխանությունը կորցրեցինք, հաջորդ օրը սկսվում է պատերազմ։ Լավ, մի հատ նայեք ձեր արտահայտությունները, նայեք, մի հատ հիշեք ով եք եղել ընդհանրապես, այսինքն եւ ընդհանրապես մի հատ հասկացեք, դուք Հայաստանի Հանրապետության համար, ըստ պետության համար, միջև ձեր իշխանության գալը։ Լավ, մի ասենք հաջողության պատմություն էլ չասեմ, էլի մի ինչ որ մի բան, մի տաշեղի օգուտ տված կաք, որ տված լինեիք, մարդկանց համար ճանաչելի կլինեիք։ Միջև այսօր էլ շատ-շատերը այդ ԿՊ-ի շարքերում ընդհանրապես այսպես իրական یا չկան իրավիճակա, որովհետև չունեն արած։ Երբ որ դու քո անելիքի արդյունավետությունը տեսել ես, երբ որ քո արածը բերել է բավականին հետաքրքիր դիվիդենդներ, երբ որ դու տքնաջան աշխատել ես այդ ուղղությամբ եւ հասել ես քո նպատակին, այլ սա է հաջողության պատմությունը։ Տպավորությունն է, որ այս մարդիկ ատում են հաջողության պատմություն գրանցածներին, իսկ ատում են նրանք, ովքեր ձախողակ են։
եւ իրենց կյանքով են ձախողակ։ Հիմա այս հնարավորությունը ստով, կեղծիկով ստեղծվել է իրենց համար եւ այդ նույն սուտն ու կեղծիկը անընդհատ շարունակա բնավորության գիծը, հասկանում եք, այլապես միտեղ խմբված չէին լինի անընդհատ սուտը փորձելով դարձնել իրականություն, դա իրենց գործիքն է, որը անընդհատ աշխատեցնում են մաքսիմալ փորձելու հասարակության լայն շերտերի վրա ազդելու, ուղեղները լվալու, շեղելու, եթե կուզեք, հիմնական ու կարևոր օրակարգից, կենսական օրակարգից, եթե չասեմ գոյութենական օրակարգից, սա է, հասկանում եք, խնդիրը։ Այդպես էլ 8 տարվա մեջ չկարողացան հասնել մի մակարդակի, որ գոնե մի քիչ էթիկայի նորմեր կարողանան հարգել, հասկանում եք, մեծի նկատմամբ հարգանք, փորձ ունեցողի նկատմամբ հարգանք եւ այլն, չեմ ուզում տարածել, սա բացարձակապես իրենց չի վերաբերվում, չեն էլ կարող ունենալ, որտեղ այն բառամթերքը, որ անընդհատ այսպես իրենք դուրս են տալիս մեդիադաշտով կլինի, այդ անհասկանալի լայվերով լրագրողներին են նաև լրագրողներին, հասկանում եք, մենք ուր ենք եկել հասել եւ այդ մարդը ինքը լրագրող է եղել ժամանակին։ Անդրանիկ Քոչարյանի թարմ դեմքը մասա եղել, հասկանում եք, եւ պայքարը ունեցել տարբեր լրագրողների հետ միասին։ Բայց արի ու տես, որ ըստ իս ինքը ամենաշատն է սկսել ատել հենց լրագրողներին, հասկանում եք, եւ ընդհանրապես բոլորի մոտեցումները այդ կմահաճ վերաբերում, կամահրանքով վերաբերմունքը, նույն լրագրողներին, որոնք ահռելի աշխատանք են տանում, անընդհատ այդ պիտակավորելը մարդկանց, ով է ձեզ վճարում, որտեղից եք դուք վճարում, ով է ձեզ ֆինանսավոր։ Իսկ վարչապետ չլինեն ֆայլաբազարում պետք է կանգնեք աշխատել։ Հասկանում եք, այդ խայտարակությունները, որ արտաբերվում է, մի քիչ պիտի հարգանք ունենաս, որտեվ այս մարդկանց շնորհիվ ես նաև դու այսօր իշխանության։ Այս մարդկանց ծանր տքնաջան աշխատանքի շնորհիվ ես, որովհետև այդ լուսաբանումն է եղել այս մարդկանց կողմից նաև։ Լավ, մի քիչ այդ գիտակցությունը կարող է, թե այդքան արդեն ոտքերի տակից գետինը փախել է ու դուք ձեզ համարում եք այսպես աստվածային այլևս էակներ, որ ձեզ հասնել չի լինի, դուք բացառիկ եք եւ հայ ժողովուրդը ժամանակին լուրջ կորցրել է, որ ձեր նման բացառիկներին անտեսել է ընդհանրապես, առհամարել է ընդհանրապես, ու այսօր դուք այսպես իրավիճակային իմաստով հայտնվել եք այդ աթոռների վրա, մի քիչ նայեք էլի ձեր հետագիծը, հետո փորձեք այբանել այն մարդկանց, ովքեր այս երկրի համար քրտինք են թափել, քափ են թափել, արյուն են թափել, այդ հարգանքը պիտի ունենաք, չի կարելի, բայց ում ինչ ենք ասում էլի, այսինքն այս ասույթից ոչ մի բան չի փոխվում աշիվ, բայց սա գնահատական, սա խարան է, որ ընդմիշտ ու ցկյանս մնալու է իրենց ճակատին։ Ձեր նշած խնդիրները, ձեր նշած թերությունները, այս բացառիկ անհաջողությունների շարքը, որը ունենք մենք 8 տարի շարունակ, կարող է փոխվել օրինակ ընտրությունների տեսքով, ձեր կարծիքով եւ շատ փորձագետների կարծիքով։ Դուք միացել եք Ուժեղ Հայաստանի։ Այո։ Ուժեղ Հայաստանը ինչ ելքեր է տեսնում օրինակ այս դիվանագիտության բացի պայմաններում, որի արդյունքում Հայաստանը հայտնվել է այսպիսի կախյալ վիճակում։ Նախ այդ ծրագիրը բնականաբար կհրապարակվի եւ մարդիկ շատ ավելի մոտիկից կսկսեն, ավելի խորքով կփորձեն ծանոթանալ։ Ես հիմնական նախանշումները կարող եմ անել այն շեշտադրումները, որ լինելու են ծրագրում կապված անվտանգային հարցերի հետ, կապված տնտեսական հարցերի հետ, շատ այսպես գետնի վրա իրականանալիք եւ մարդկանց կյանքը բարելավելու նպատակ է ունենալու։ Միանշանակ այդպիսին է ծրագիրը, որովհետեւ առաջնային այսպես շահառուն հենց մարդն է լինելու իր տարածական իմաստով։ Մարդը շատ կարևորագույն գործոն է ընդհանրապես եւ բնականաբար նաեւ ընտանիքի գաղափարը, որ այսպես մեր ավանդական եւ ավանդույթի ուժերով դարերից է գալիս, սա պիտի ամրապնդվի եւ ընդհանրապես պետությունը ինքը պիտի լուրջ հոգ տանի մարդուն որպես անհատականություն եւ ավելի լայն իմաստով ընտանիքի եւ նաեւ դրանից բխող համայնքային հասկացությունների մեջ չանտեսման մոտեցում է։ Դու երբեք որևէ մեկին չպետք է անտեսես, իզոլացնես կամ հիշես ընտրությունից ընտրություն։ Երկրորդը, որ շատ կարևորում եմ, դա
այսպես աստղային կամ հեքիաթային խոստումներ չեն, բնավ կամ ամբողջավարական մոտեցումներ չեն։ Շատ գետնի վրա, շատ հաշվարկված, շատ հստակ ծրագրային դրույթներ են, որոնք իրականանալի են միանշանակ։ Կլինի դա տնտեսական մասով, կլինի դա անվտանգային մասով, խաղաղության մասով, որ այդքան օրվա իշխանությունները փորձում են հակազդել, ասելով, որ իրենցից բացի, ելի այդ նույն բացառիկության սկզբունքն եմ ուզում շեշտել, իրենցից բացի որևէ մեկը այս երկրում չի կարող խաղաղություն բերել։ Ցանկացած այլ տեսակետ բնականաբար ուղղակի կապվում է պատերազմի հետ, իսկ իրականության մեջ դա այդպես չի, որովհետև խաղաղության այլընտրանքը միայն պատերազմը չի, հասկանում եք, իսկ իրանք ուղղակիորեն քաշել են այդ գիծը։ Խաղաղության այլընտրանքը ուժեղ խաղաղությունն է, երաշխավորված խաղաղությունն է, խաղաղությունն է համաձայնեցված ծանրության լրջագույն կենտրոնների հետ, խաղաղությունն է, որ ծառայելու է առաջին հերթին քո շահերին եւ արձանագրված է լինելու քո շահերից բխող խաղաղություն։ Խաղաղություն է, որ չի թելադրված ուժով ու սպառնալիքով։ Խաղաղություն է, որ անընդհատ աշխատանք է պահանջելու, այդ թվում նաև քո ամիջական հարևանների հետ, այդ թվում նաև քո ավանդական գործընկերների հետ, այդ թվում նաև ինչու ոչ իրավիճակային ուժերի կամ իրավիճակային դաշնակիցների հետ եւ այլն։ Այսինքն ես շատ չեմ ուզենա խորանալ այդ մասով, բայց միանշանակ կարող եմ ասել, որ այդքան չարչրկված այդ խաղաղությունը, որը իրականում գետնի վրա այդքան տեսանելի չի, հակառակ այն օրինակներին կամ համեմատականներին, որ այսօրվա իշխանությունները փորձում են բերել, սա ամրապնդված խելացի դիվանագիտության, ուժեղ դիվանագիտության, հաշվենկատ դիվանագիտության, չմոլորեցնող դիվանագիտության եւ շատ կանխատեսելի դիվանագիտության արդյունք պիտի լինի։ Սա ծրագրային մասով խոստումների խնդիր չէ, միայն որ այսպես օդ կրակեն եւ որևէ բան, սա հստակ հաշվարկների, շատ լուրջ աշխատանքի, շատ համեմատականների եւ շատ համապարփակ ծրագրավորված մոտեցումների արդյունք է, ինչի վրա աշխատել են լրջագույն մասնագետներ, ինչի վրա շատ խորացել են վերլուծողներ, տարբեր քաղաքագետներ եւ այս իմաստով ուժեղ Հայաստանի նաեւ ուժը կայանում է նրանում, որ մասնագիտական հանրույթի վրա բավականին լուրջ ուշադրություն է դարձնում, այսինքն մասնագիտական հանրույթի տեսակետը շատ կարևորվում է եւ այդ տեսակետն է, հասկանում եք, որ տարբեր այսպես համեմատականների արդյունքում տալիս է այն ոսկե միջինը, որ դու կարող ես եւ հնարավորություն կունենաս դա կյանքի կոչելու պայմաններում ստանաս ուժեղ խաղաղություն, ստանաս ուժեղ տնտեսություն, ստանաս ուժեղ հասարակություն եւ այստեղ ուժեղ բառը միայն այսպես բաների հետ, մուսկուլների հետ կամ ֆիզիկականի հետ կապ չունի։ Ուժեղը երաշխիքն է, ուժեղը հաշվենկատությունն է, պատասխանատվությունն է։ Ուժեղը, երբ որ դու գիտես, որ պետությունը քո թիկունքում կանգնած է, այսինքն այդ օրնիբուն աշխատանքը պիտի ուղղված լինի միայն ու միայն ժողովրդի բարեկեցությանը, խաղաղ ապրելու իրավունքին, իր տարրական իրավունքների հարգմանը, արդարադատության սկզբունքներին, հասկանում եք, այդ ընտրովիությունը, խտրականությունը, այդ այլակարծությունն ու այլախոհությանը անընդհատ այդ հետապնդումը եւ այլն, սրանք ուղղակի պիտի բացառվեն մեր կյանքից։ Եվ ժողովուրդը շատ արագ ու միանշանակ կզգա իր վրա բոլոր այդ դրական փոփոխությունները։ Այն, որ արդեն փոփոխությունների ժամանակն է, բոլորը դա հասկացել են։ Եթե չկողմնորոշվածների մեծ այսպես շերտեր կան, դա դեռ չի նշանակում, որ աշխատանքը պիտի կանգնեցնել եւ այսպես հուսահատվել եւ այլն։ Ոչ, ես համարում եմ, որ տնետուն մարդ առ մարդ աշխատանք։ Պիտի նստես ու մարդու հետ խոսես, հասկանում եք, ես չեմ պաշտպանում այն կարծիքը եւ չեմ ընդունում այն կարծիքը, երբ որ նույնիսկ մարդիկ, որոնք չկողմնորոշված են եւ այդ չկողմնորոշման իրավիճակում կարող են նաև սխալ արտահայտություններ անել եւ սխալ մոտեցումներ ցույց տալ, պարզապես պիտի մարդկանց հետ խոսել։ Շատ հանգիստ, շատ սառնասիրտ, առանց ավելորդ բարդությունների կամ բարդույթների։
ցանկացած մարդու հետ, ցանկացած խավի ներկայացուցի հետ պիտի լինի այդ զրույցը։ Եվ ես կարծում եմ, որ այդ հնարավորությունը կստեղծվի եւ շատ մոտ ապագայում տեսանելի կլինի այդ աշխատանքի նաեւ արդյունքները։ Չպետք է անտեսվի որևէ մեկը։ Մոլորվածը պիտի հասկանա, որ ինքը այսպես սխալների մի կույտ չի հասկանում, եք մոլորվել է եւ ինչ որ այսպես վերջնական հանգուցալուծումներ է գտել, կարծես թե իր վաղվա օրը չի կողմնորոշված է, պիտի կողմնորոշվի։ Շատ հստակ է ամեն ինչ, հասկանում եք, դաշտում խաղացողների մասով եւ այն հսկայական զանգվածը, որ կա եւ պիտի գնահատական տա իրենց գործին եւ գնա իր քվեն տա։ Նախ այդ քվե տալուց երբեք չպետք է փախնել։ Ես չեմ սիրում, որ մարդիկ ասում են ես գնամ քվեարկեմ, կապ չունի։ Մեկը ոչինչ չեմ կարողանալ փոխել։ Այդ հավատը պիտի վերադարձնել ժողովրդին։ Այդ ուժը, որ քեզնից է կախված լինելու հենց քո վաղվա օրը, դու պիտի դա հասկանաս։ Բայց ամեն օր ասում են ժողովուրդը անգրագետ է, չի կարող, ասում է դու ինչ աղքատությունը քո ուղեղում։ Ամենաշատը դրա մասին ասում են հենց այս իշխանությունները կուլիսային։ Իրենք այնքան բան են հասկանում եք երկերեսանել չբազմա երեսանի են, որ այդ ժողովրդին կարող են ժպտալ, սրտիկներ ցույց տալ եւ այլն, բայց դրան զուգահեռ դպրոցական աշակերտին ոչինչ չանելու համար բանտարկել, որը այս պայն հիվանդանոցում է տիկնոջը, հասկանում եք, որի հայրը հերոս է եղել պատերազմի, հա, վիրավորել չէ, մատ թափ տալ եւ այդ ենթագիտակցության, այդ ներվայնության ու ջղաձգման արդյունքում այդ ենթագիտակցության մեջ նստած այդ ատելությունը, այդ զզվանքը արցախցիներից մի անգամից արտաբերել, հետո հասկանալ ինչ մեծագույն սխալ է եղել։ Չէ, սկզբում ասես չեմ ասել տենց բան, հետո հիշեց կամ հիշեցրին, որ այնուամենայնիվ ասվել է, դա այդ ներողությունը ոչ, դու իրավունք չունես, դու պետության ղեկավար ես։ Հասկանում եք, այդ ներողությունը այլևս չի ընկալվում եւ չի ընդունվում, ինչքան էլ քո ֆեյքային բանակը ասի, տեսեք ինչ մարդ հետ վեկացավ եւ ներողություն խիստ։ Միգուցե սադրել ես, որ այդ ներողությունն խնդրես, որ մտածես, որ դու տես ինչ այսպես մարդասեր, հումանիտար հումանիզմի գագաթն ես, որ կարողացար գնաս եւ ներողություն։ Չէ, սա ընտրության համատեքստում չէ պետք է ասել, նաեւ Անդրանիկ Քոչարյանի ներողությունը։ Միանշանակ, հասկանում եք, էս է ամբողջ հարցը, որ ուրեմն դու պատասխանատվության այնքան ցածր մակարդակ ու զգացողություն ունես, որ նույնիսկ արտաբերած այդ խոսքը չես տիրապետում, որ կարողանաս պատասխանատվություն չի կրում։ Չես կրում։ Հետո երբ որ քեզ ասում են, չէ, ոնց որ թե մի քիչ շեղվել ես, շեղում ես տվել, արդեն այդ ներողությունը, այդ ուշացած ներողությունները ոչ մեկին պետք չի։ Այս իշխանությունների գնացքը վաղուց գնացել է։ Եվ իրենք դա պիտի հասկանան։ Բացառում եք վերընտրվելը ներկա իշխանության։ Ես բացառում եմ ներկա իշխանությունների վերընտրվելը։ Այսինքն ամեն ինչ կանեն, չեն կանգնի ոչ մի բանի առջև։ Օրենք, սահմանադրություն, ընտրական օրենսգիր, ինչ ուզեցել են, ինչպես ուզեցել են արել, արտահայտվել է, չէ, ասել է, որ պետությունը ես եմ։ Սա արդեն այն ավտորիտարիզմի եւ վաղվա դիկտատուրայի այն բռնատիրության այն գագաթն է, որտեղից կամ գահավիժում ես, կամ հələ մի քիչ էլ շարունակում ես մնալ։ 2-3 օր առաջ խայտարակ փոփոխությունը, որ անձնանունների բացառումը հետ կապված, դուք լավ այդ ձեր վախերը այդքան խորքային են, որ դուք արդեն մարդու անուն ազգանունից եք վախենում, որ նմանատիպ այլանդակ մոտեցումներ եք ցուցաբերում։ Հասկանում եք, այդ վաղը գրկաբաց պիտի ընդունեք այդ արդեն բազմակի ստանդարտներով առաջնորդող եվրոպական համայնքի ներկայացուցիչների։ Դարձած այդ հարցին ինչ որ մեկը պիտի պատասխանի, Վենետիկի հանձնաժողովի մասին տարփողում եք, խոսում եք, երբ որ դա պիտի ինչ որ ձևով ծառայեցվի ձեր շահերին։ Եվ նաև երբ որ ընդդիմադիր դաշտում եք գտնվում։ Հիմա որպես իշխանություն ոտնակոխ եք արել ընդհանրապես այդ կանոնագիրքը, որովհետև երբ որ դու քո սահմանադրությունն ես ոտնակոխ արել բազում անգամ, այդ նմանատիպ կանոնագրքերը, միջազգային
տարբեր ինստիտուտների կողմից հաստատված այսպես կանոնական մոտեցումները ոտնակող կանեք ու կանեք։ Այո, այս պարագայում իրենք ողջ այդ գործիքակազմը ուժային, բռնի, հալածանքի, հետապնդումների, վախեցնելու, սպառնալու, այս ամբողջ գործիքակազմը միանշանակ պիտի օգտագործեն։ Միայն մի բանի համար, մեկ բանի համար վերարտադրվելու։ Իրենք ուրիշ նպատակ բացարձակապես չեն հետապնդում։ Իսկ վերարտադրությունը շատ պարզ դες կարող եմ ասել, Հայաստանի գոյութենական լրջագույն սպառնալիք չէ այլևս։ Սա Հայաստանի վերջակետն է։ Հիմա կուզեք երրորդ հանրապետության անհասկանալի 4-րդ իրական Հայաստանի, որը ուրվականի նման այսպես կախել են եւ բացարձակ որևէ արժեքային խորք չունի, ամեն ինչը ջնջելու, ամեն ինչը վանելու, ամեն ինչը վերացնելու, անտեսելու խորհրդանիշներից միջև ժառանգություն մեր ստացած պատմական, մշակութային, հումանիտար առումով։ Մեր Սուրբ Սրբոցներից Հայաստանյաց առաքելական եկեղեցուց միջև հավատավոր ժողովրդի այլ այսպես ասենք կենտրոններ ամեն ինչ ոտատակ տալու եւ ամեն ինչ ընդհանրապես սրբելու, մաքրելու գաղափարն է այստեղ դրված, իսկ խորքում դա պահանջ է, որը գալիս է անշուշտ Բաքվից եւ կուլիսային նաեւ Անկարայից, միգուցե եւ այլ կենտրոններից արդեն ավելի շատ գլոբալ շահերի հետապնդման արդյունքում։ Չէ, աստղերը այդպես չեն դասավորվելու իրենց համար եւ արշալույսները հաստատ խաղաղ չեն լինելու, չնայած այդ ջղաձգումն էլ արդեն շատ պարզ երևում է եւ իրենց խոսքից նորից եմ կրկնում եւ այն ամեն ինչը ինչ որ նստած է ենթագիտակցության մեջ առանց հասկանալու այդ ջղաձգման արդյունքում չտիրապետելու եւ դուրս հանելու, հետո հասկանալու թե այս ինչ մեծագույն սխալ գործեցին, փորձելու դա մաքրա զերծել ինչ որ ձևով, բայց չի ստացվելու, հասկանում եք, իսկ չի ստացվելու մեկ պարզ պատճառով, որտեղ ժողովուրդը ինքը բան չի, էլ այդ անընդհատ նիրհի մեջ չի։ Ժողովուրդը սկսել է արթնանալ, ժողովուրդը սկսել է չվախենալ, ժողովուրդը սկսել է հավատալ եւ ժողովուրդը սպասում է այդ փոփոխություններին։ Իսկ այդ փոփոխությունները իրականություն կարող են դառնալ միայն համերաշխության եւ համակեցության հստակ կանոնները սահմանելուց հետո։ Հերիք է, մենք իրավունք չունենք, մենք հասկանում ենք 100 միլիոն չենք, որ այսպես պառակտված, ջլատված, ստորացված, նսեմացած շարունակենք ապրել։ Սրանց օրոք դա շարունակական եւ շատ ավելի դաժան է լինելու։ Չեն լինի սրանք մի անգամից օրորի վրա է ժողովուրդը կզգա փոփոխությունների դրական էֆեկտը հենց անձամբ իրենց վրա, իրենց կաշվի վրա, որտեվ ստի ոտքը մշտապես մենա կարճ է։ Ժամանակային իմաստով միգուցե դա տարիներ է տևել, բայց ընդհանուր պատմական իմաստով մենա ստի ոտքը կարճ է, իրենց խոփը հաստատ դեմ առել այդ քարին եւ ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը անսալով իր իսկ արյան կանչին։ Մեր ժողովուրդը լինելով շատ ավելի խելամիտ, քան շատ-շատերն են կարողանում պատկերացնել, հաստատ կգնա ընտրությունների, սա իդեպ ամենակարևոր հանգամանքն է, առանցքային նշանակություն ունեցող հանգամանք է, դուք ասում եք, բացառում եք վերարտադրվելը, այո, բացառում եմ, եթե ժողովուրդը լայն մասնակցություն ունենա ընտրություններին եւ հավատա, որ իր ձայնը որոշիչ է լինելու եւ իր ձայնով է, որ հաղթանակը շատ շուտ գալու է, փոփոխությունները շատ արագ լինելու են։ Գետնի վրա են տեսնելու, իրենց կաշվի վրա են տեսնելու եւ երբեք չեն փոշմանելու, որ իրենք ճիշտ ընտրություն են արել։ Իսկ ճիշտ ընտրությունը մեկն է՝ բացառել ընդհանրապես օրվա իշխանություններին ձայն տալը, չխաբվել, չմանիպուլացվել, այդ անընդհատ այդ կեղծիկը դեռ առաջիկա 60 օրերի ընթացքում լսելի է լինելու եւ շատ ավելի խորքային է լինելու։ Պիտի չհավատալ, որոշումը կայացնել, անպայման գնալ ընտրատեղամաս եւ իրենց ձայնը տալ հանուն փոփոխությունների։ Շնորհակալություն, պարոն։ Ես եմ շնորհակալ։ Եթերում ուղի խոսքներ հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիա YouTube-յան ալիքին։ Հաջողություն։